իրականության մեջ իրավունքի հարցը նուրբ հարց է, իրավունք հասկանալ եւ իրավունք պահելը շատ, ասենց ասած, լուրջ ճանաչողություն է պահանջում եւ պատահական չի, որ առակացուցի օր գլխում, երբ որ խոսում է իմաստության մասին, այնտեղ իմաստությունը նաեւ անձնավորվում է եւ խոսում է, որ իմաստությունը որտեղ է գտնվում, ասում է իրավունքի շավիղներում է ման գալիս եւ արդարության ճանապարհներում, եթե հիշում եք։ Շավիղը դա կածանա, նեղ, արահետ, նեղ ճանապարհ, որից դուրս գալը շատ հեշտ է։ Մի փոքր էս կոմենկում դու արահետից դուրս կգաս, լայն ճանապարհ չի, էլի, որ նորից մնաս այդ ճանապարհի մեջ։ Եվ այդպես է, շատ հարցերում կարող ենք մի փոքր, ասենց ասած, շեղում տանք եւ իրավունք խախտենք։ Այսինքն դուրս գանք իրավունքից։ Մի բանի հետ կապված ուշադրություն դարձնենք, բնական է, մենք որպես Աստծո մարդ մեզանից պահանջված է իրավունքով ապրելը, իրավունք պահելը, արդարությամբ վարվելը, այսինքն չմեղանչելը։ Եվ դա տարբեր իրավիճակների հետ կարա առնչվի, ես ուզում եմ խոսեմ հետևյալի մասին։ Ինչպես վարվել կամ որ ինչ իրավիճակների մեջ է, որ ուշադիր լինենք, որ երբ որ կա մեղ գործող, ինչ անենք, որպեսզի հանկարծ չստացվի, որ մեղքը, դիմացինի մեղքը պատճառ տա իմ մեղքին, ես էլ մեղ գործեմ։ Եվ Սուրբ Գիրքը դրա մասին խոսում է։ Այսինքն մեղավորի նկատմամբ, գործած մեղքի նկատմամբ էլ իրավացի արդարացի վերաբերմունք պիտի ցուցաբերվի, որպեսզի դու էլ անմեղադրելի, մենք անմեղադրելի գտնվենք Աստծո առաջին։ Հաճախ ելնում է, որ որևէ մեկը մեղ կա գործում, մենք էլ ասում ենք լավ արեց։ Հա, տենց ասում ենք, ելնում է, լավ տենց ասում։ Այսինքն ինչ է ստացվում, որ մարդը ինքը այդ մեղքը չգործեց, բայց դրա հետ շատ հոժարվեց։ Ինքը չիրականացրեց դա, բայց կամակից եղավ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում։ Հա, եւ ինչ է դուրս գալիս, որ այդ վերաբերմունքը պատճառ դառա, որպեսզի հենց ինքն էլ դառնա մի անիրավ մեկը։ Հավասարվեց այդ մեկի հետ, թեպքուս ինքը չգործեց, բայց մտքով, հոգով համաձայնվեց, հոժարվեց դրա հետ։ Եւ այսօրվա շատ, ասենք, ֆիլմեր, բաներ, որ չարի ծառաները հանում են, հատուկ այդ նպատակով ու այդ ոնց որ սցենարով այդ բանով են անում, որ մարդուն մտցնեն այդ ֆիլմի մեջ եւ մարդը այնտեղ հոժարվի որևէ մեկի սպանությանը, որևէ մեկի հետ չար բան կատարվելուն, հոժարվի դրա հետ։ Համաձայնվի։ Անգամ ասենց սպասի, որ կլինի, էլի։ Սպասի, որ այսի պիտի սրան վրեժ լուծեն սրանից եւ այլ եւ այլ։ Այսինքն կամակից է դարձնում, էլի։ Հոժարեցնում է իր հետ մարդուն եւ մարդը չի էլ նկատում, որ իր նստած տեղը ոչինչ չարաստեղ է կարծես թե, բայց արեց, մեղ գործեց, չարություն արեց։ Եվ Սուրբ Գիրքում Հռոմեացիս առաջի գլուխ 32-րդ խոսքում առաջի գլուխը առաքյալը Պողոս առաքյալը խոսում է, այո, որ մարդու վիճակն է ներկայացնում, որ ինչով է մարդը լցված, անիրավությունով, տարբեր տեսակ, ասենք, վիճակներ է նկարագրում, մարդասպանություն, կռիվ, նենգություն, գոռոզներ, ծնողներին աննազանդներ եւ այլ, իսկ 32-ում ասում է, որ Աստծո իրավունքները հասկանալով, թե այսպիսի բաներ գործողները մայի արժանի են, ոչ թե միայն այդ բաները անում են, այլ գործողներն էլ ինչ են լինում, կամակից է լինում։ Այսինքն իրանք հասկանում են իրավունքը, գիտեն, որ դրանք մավան արժանի բաներ են, դրանք չարություններ են Աստծո առաջին, դատապարտելի են, անես չի, որ չգիտեն, գիտեն, բայց գալիս է այն իրավիճակի, որ իրանք համաձայնվում են դրա հետ, հոժարվում են ինչ-որ պատճառով։ Ես հիշում եմ մի անգամ Վսակերտ մի քույրիկի տուն գնացինք Միլազախպուր հետ միասին, մեծ տարիքով քույրիկ էր, չէր գալիս, կարողանում գար հավաքույթների տենց շատ, այցելեցինք, ասեց ամբողջ գիշեր չեմ քնել։ Մենք էլ ասենք երևի տառող, որտեղ առողջական խնդիրներ էլ ուներ։ Ասենք երևի առողջական խնդիրներ ունի, ինչ է եղել, այ քույր ջան։ Ասում եմ, որ այն կինոյի ինչ որ մեկի աննատան ձեռս ընկներ է, կտոր կանեի։ Հա, պաստորն ինչ որ բան է կատարվել, այդ սյուժեն ես չգիտեմ ինչ է,
նա իմ մարդը որ իշխանտրությամբ ատելությամբ որ մտքով սպանում է կարելի ասել մարդասպանություն անում այո կամակից են դարձնում շատ հարցերում այո օժարեցնում են մարդուն որ այն բանի որ ասեն կարծես թե տեղ որպես թե արդարության մի պահանջ եւ այլ այս մարդը բնական է պիտի շատ ուշադիր լինի որ հանկարծ ու հանկարծ որևէ մի բանի չօժարվի որը չարություն է որը մեղք է անիրավություն է եւ դատապարտել է Աստծո առաջին ոչ մի պատճառով չօժարվի դրա հետ եթե մեղքը Աստծոց վերաբերմունք ունի եւ մեղքը Աստծո մոտ դատապարտված ու պատժված այսպես կարելի ասել կա նաեւ այլ բան որ Սուրբ Գիրքը ներկայացնում է որ եթե հիշում եք Մարգարեների գրքում խոսում է նրա մասին որ եթե կտեսնես որևէ մեկի մեղքը չէ եւ չես զգուշացնի ու ինքը այդ մեղքով կկորչի նրա այրոնը ինչ կլինի քեզանից կպահանջվի այսինքն էլի վերաբերմունք մեղանչողի հետ կապված մեղք գործողի հետ կապված որ ասենք ասած Տերը շատ լուրջ է դնում այդ հարցը եթե այդպիսինը կանի եւ դու տեսնես կիմա չես զգուշացնի եւ նա կգնա կկորչի նա արյունը քեզանից կպահանջի եթե կզգուշացնես ինքը չի լսի քեզ օրինակի համար ասում է դու ազատվեցիր այդ բանից պատասխանատվությունից որտեղ դու նրան զգուշացրեցիր այսինքն այո այստեղ էլ կա որ եւ մեղ գործողի հետ կապված վերաբերմունք որ Աստծո պահանջն է եւ իրավացի արդարացի մի պահանջ է եւ այս պահանջի հետ կապված էլ եթե մենք դες լուրջ չենք մոտենում անհոգ ենք, որտեղ շատ ժամանակ մենք մեզ կարանք մեր մարդկային մարմնավոր խելքով հասկացողությունով իմաստունով շարժվել, ասել ինչ գործ ունեմ, խի վատամարդ լինեմ, ասեմ ինձանից նեղան, եւ այլ այսպես։ Այս բաներ կան որ տանում ես, տեսնում ես, նրանք կորուստ տանող բաներ են, եթե մնա կորչելու է այդ մարդը։ Մեկ երկրորդն էլ էսա որ դու էլ քո համար պիտի հոգս քաշես ոչ միայն իր համար որ կորչում այլ նաև քո համար էլ հոգս պիտի քաշես որ Տիրոջ առաջին անպարտ գտնվես եթե Տերը ասում է պիտի պահանջեմ պիտի պահանջի վերջացավ Տիրոջ խոսքը հետ է լինես չի որ ասում է ու չի հետևելու մենք գիտենք մեր Տերը հետևողական է ինչ ասում է դրա հետևից էլ գնում է հետևողական է հետևում է այդպես է կամ եւ սրա համար ասենք Պիտի նույնպես զգուշ լինենք, ուշադրություն դարձնենք, որ ոնց ենք դրա հետ կապված մեր վերաբերմունքը ոնց է, ինչպես ենք վարվում։ Մեկ ուրիշ կարևոր մի բան, որ շատ հաճախ մենք պետք է նորից ուշադրություն դարձնենք, բաներ կա, գուցե, ասենց ասեմ, դիմացինն է մեղքը գործում, բայց իրականության մեջ մենք ասենք դրա հետ կապված բաժին ենք ունենում այն առումով, որ կա բան, որ մեզանից է կախված եւ մենք չենք անում, դրա համար էլ այդ բանը տենց ոնց որ ասած այդպես լինում է նաեւ կամ շարունակվում է։ Օրինակի համար, եթե հիշեցնենք, օրինակ հեղի օրինակը ես ձեզ պիտի հիշեցնեմ, որ կարելի ասել այն ինչ որ իրանից էր կախված հեղին, որ կարող էր աներ, չարեց եւ դա Երբ որ հարվածի պատիժի մասին խոսեց Աստված այդ մեղքի կատարված գործած մեղքի հետ կապված, ինքն էլ նրանց հետ միասին հարվածվեցա եւ պատժվեց։ Հիշեցնեմ դա առաջի թագավորաց գրքում է ներկայացնում, առաջի թագավորաց երկրորդ գլուխ կարդամ ինչ մեղքեր գործվում իր հեղի զավակների կողմից, որոնք դրված էին տաճարի մեջ ծառայություն անելու, որպես քահանապետի որդիներ կարելի ասել հեղի քահանայի եւ 12-ից 17-ում երկրորդ գլուխ այսպիսի բան ասում եւ հեղի որդիկ չար զավակներ էին Տիրոջը չէին ճանաչում եւ քահանաների սովորությունը այս է ժողովրդի մասին որ երբ որ մեկը զոհ մատուցեր միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը 3 ժանի մսահանը ձեռքին եւ կողում էր այն կաթսայի կամ սանի կամ եփարանի կամ պտուկի մեջ եւ մսահանը ինչ որ հաներ քահանան այն վեր էր առնում իր համար նրանք այսպես էին անում սելովում բոլոր այնտեղ եղող իսրայելցիներին նաեւ ճարպը այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր եւ ասում զոհանող մարդին
խորովելու միս տուր քահանայի համար, որովհետև նա քեզանից եփած միս չի առնի, այլ հում։ Եվ այն մարդը, երբ որ ասում էր թող հիմա ճարպը այրեն եւ հետո սրտիդ ուզածից չափար, այն ժամանակ ասում էր ոչ հիմա տուր, եթե ոչ բռնի կառնեմ։ Եվ այն երիտասարդների մեղքը շատ մեծ է Տիրոջ առաջին, որովհետև այդ մարդիկ արհամարում էին Տիրոջ զոհը։ Մեծ մեղք էին գործում, մեծ չարություն։ Այդ կարգը խախտում էին ոնց պիտի ինչ բաժինը պիտի տրվեր քահանային, ներկայացվեց դա ոնց է դրված Աստծո կողմից, իրանք այդպես չեն անում։ Իրանք ասենց ասած իրանք սրտի ուզած քեֆն են ուզում անեն, ոչ թե էփած միս, այլ ասենք անեփ միսը վերցնեն, խորոված անեն եւ այլը, եւ իրանք անարգում են, որ դա Տիրոջ զոհն է, որ ոչ թե ուղղակի այդ մարդու ինչ-որ մի բան, այլ Տիրոջ համար բերված զոհն է, եւ ասում են սրանք արհամարում են Տիրոջ զոհը։ Եվ տեսնում ենք հեղին, որ ինքը քահանայապետ էր, քահանա էր, նա իրավունք ուներ, իշխանություն ուներ դրա դեմ առնելու, արգելք կլնելու, չարեց։ Խոսեց, ներկայացված է դա բանում, ասենք Թագավորաց գրքում 22-ից 36 հատվածներում նույն երկրորդ գլխի ասում է հեղին շատ ծերացել էր, լսում էր այդ ամենը, որ նրան որդիկ անում են բոլոր Իսրայելին եւ ինչպես նրանք ժողովքի խորանի առաջին խումբով ժողոված կանանց հետ քնում էին, բացի դրանից այս կեղտոտություններն էլ անում։ Այդ ժողովրդից որ եկել էին, մնում էին իրիկունները, ճանապարհը գուցե երկար էր, թե ոնց էր չէին հետեթում, որ մյուս օրը գնային, այդ ժողովքի խորանի արչև խմբված ժողովրդի կանանց հետ քնում էին, ասում է։ Եվ ասում է, եւ նրանց ասաց, ինչու համար եք անում այսպիսի բաներ, որովհետեւ ես այս բոլոր ժողովքի բերանից ձեզ համար չար խոսք եմ լսում։ Այսինքն ժողովուրդը խոսում էր դրա մասին, պատմում էր, որովհետեւ լավ չէ այն լուրը, որ ես լսում եմ ձեր մասին, դուք Տիրոջ ժողովրդին մոլորեցնում եք։ Եթե մարդու դեմ մեղք գործեք, նրա դատաստանը Աստված կկտրե, բայց եթե մարդը Տիրոջ դեմ մեղք գործե, նրա համար ով աղաչանք կանի։ Սակայն նրանք իրենց հոր խոսքը մտիկ չեն անում, որտեղ Տերը ուզում է նրանց մերցնել։ Սամվել մանուկ օրեցօր մեծանում է եւ այլ, այսինքն ներկայացվեց, որ խոսեց, ասեց, բայց հետագայում երբ որ Տերը հանդիմանում է Աստծո մարդու միջոցով, որտեղ Աստծո մի մարդ գալիս է եւ խոսում է, հետագայում նաեւ Սամվելը, որ մանուկ էր դեռ նրա միջոցով է խոսվում, Տերը խոսում, որ պիտի պատժի, Տիրոջ խոսքը այսպես է հնչում, որ նա իր տղաներին չհանդիմանեց, այսինքն դա հանդիմանություն չէր համարվում։ Դա կես բերա մի սթիս խոսք էր, ասենց ու ոչինչ չանել, անգործության մատնվել, այսինքն այս անգործությունը կարելի ասել հանցավոր անգործություն էր Աստծո առաջին։ Երբ որ մարդը իրավունք ունի, իշխանություն ունի որևէ չարիքի դեմ կանգնելու, որ իր հնարավորությունները օգտագործի ու իր հնարավորությունները չի օգտագործում։ Հետագայում մենք տեսնում ենք օրինակ հենց Սամվել մարգարեն ժամանակի մեջ որ սկսեց գործել, խոսում է նրա որդիների մասին էլ, որ Տիրոջ առաջին նորից ուղիղ չեն վարվում։ Եվ ասում Սամվել մարգարեն հանեց նրանց իրենց գործից, իրենց ծառայությունից, այսինքն իր իշխանությունը օգտագործեց, որ դրանք իր չարության դեմը կանգնի։ Եվ այդպես է, նաև սա մի օրինակ է, որ մեզ ոնց որ ասած սա ցույց տա, որ բաներ կա, մենք չենք անողը, որևէ մեկն է, բայց մենք քանի որ այդ հարցում իրավունքը իշխանություն ունենք, մեր հնարավորությունները գործադրելու եւ մեր հնարավորության սահմաններում արգելք լինելու այդ չարությանը, այդ ասենք եթե անում է, չենք անում, ապա այս կարելի ասել է սա մի անգործություն է, որ հանցավոր անգործություն է եւ Տերը պիտի պատասխան տանք, Տերը մեզանից էլ է պահանջում։ Այդպես բաներ օրինակներ շատ ենք տեսել։ Ոնց որ ասած իր հեչ վեճը չի, էլի ինքը անում է մի բան, որ ասենք պատճառը դառնում ուրիշի հենց որ մեղք զորանա, մեղք լինի եւ այլն, ու կարծես թե ես չեմ արել, ինքն է արել, իմ գործը չի։ Օրինակ իմ ամուսինն է արել, իմ կինն է արել, իմ ընտանիքի անդամն է արել կամ այս ինչ մարդն է արել, բայց դու եթե կամ իմ աշխատողն է արել, բայց դու ես ղեկավարը օրինակի համար։ Դες բաներ եղել է, հանդիմանել եմ մարդ ա եղել ինչ որ հարցերում, օրինակ իր աշխատողի հետ կապված հարց։
այնպեսի մի բան արել, որ չարություն է Աստծո առաջին, ասել եմ, ես ինչ են անում օրինակի համար, թե չեմ նկատել ես դրա հետ կապված չեմ, բայց ոնց որ ասած քո ղեկավարության ներքո է։ Դու տեղ իրավունք ունես եւ նաեւ ինչ որտեղ նաեւ որպես Աստծո մարդ անհանգստացած պարտավոր ես հսկես, որպեսզի ամեն ինչ ոնց որ ասած առաքինի, պարկեշ, նորմալ Աստծո խոսքի համաձայն սահմանների մեջ մնալով այդ ամեն ինչը արվի։ Դու խի չես հետևում։ Այսինքն հենց իր անհետևողական լինելը, ուշադրություն չդարձնելն էլ, որ ասենք թեկուզ չի նկատել, դա մի բան է, որ պատասխանատվություն կպահանջվի իրանից, որտեղ ինքը հենց դրա համար է այդ հարցում, որ հսկողություն անի, կամ թեկուզ շատ տեղերում տենում ես օրինակ կանայք կան, որ չարություններ են անում, բայց տեղեր կա իրանց ամուսինները դրա մեջ բաժին ունեն, թույլ են ու ասած անհետևողական, որ այն մոտեցումը չեն ցույց տալիս որպես ընտանիքի գլուխ, դա պատճառը դառնա, որ ինչ որտեղ դա չարաշահվի իրանց այդ վերաբերմունքը բանը չարաշահվի կնոջ կողմից եւ դեն մեջ չարություն անում։ Պատասխանատու է այդ ամուսինը, հետո ինչ, ինքը չի կարող ասի, կինը արեց, բա դու ուր էիր։ Դու քո հնարավորությունները օգտագործեցիր, քո ամուսին լինելու, ընտանիքում գլուխ լինելու իշխանությունդ գործադրեցիր, ինչ արեցիր, որ դա չկատարվեր։ Գուցե քո թույլ լինելը նորից եմ ասում, առիթ տվեց, երես տվեց։ Քո կնոջը, քո երեխուն, որը քո իշխանության տակ է։ Ես չեմ ասում, որ ամեն ինչը, դե նայեք դեր ինչ ասեց, եթե նախորդին վերադառնաս, եթե ասես, լսեց, ոնց որ ասած, բան է լավ։ Օգտվեց, այդ մարդը չի կորուս չէ դա, եթե չլսեց, գնաց կորչեց մեկը, դու ինչ ես անպարտ ես, այսինքն նենց էլ չի, որ բոլորը պետք է ասենց քեզ լսեն, կարող է եւ չլսեն էլ, այո։ Հակառակվեն, իրանցը շարունակեն, այնպես չի, որ հեղին որ ասեց, ինչ ասում, ասում, Տերը նրանց սիրտը ինչ էր արել, խստացրել էր, այսինքն հեղին, որ լուրջ էլ ասես սրանք իրաց չարությունը անելու են շարունակել է, որտեղ սրանք այն չարություններն էին արել, որ վերջ պետք է դատապարտվեն։ Թեպետ գուցե դրան չհասներ հեղին շուտ այդ հարցով զբաղվել, այտենց էլ չներ։ Բայց սրանք այնց էին չարությունները իրանց ոնց որ ասած արե այն աշճար խայտարակել են ու անարգել են տիրոջը, տիրոջ կարգը, տիրոջ դրած զոհը եւ այլը։ Այնպես էին արել, որ Տերը որոշել էր սրանց պատժեր, դատեր։ Որոշել էր, որպեսզի խստացրել է, որ սրանք էլ զեղչ չունենային եւ ապաշխարություն ու բժշկություն սրանց չլներ, այլ պատժվեին։ Բայց եթե հեղին ճիշտ խոսեր, ճիշտ վարվեր, հաստատ իմացեք, հեղին նրանց հետ չէր պատժվելու։ Հիշում եք, չէ՞ ինչ եղավ, շատերը կհիշեք։ Մեկ օրվա մեջ եւ իր որդիները մեռան, երկու որդիները, եւ այն ծնվող երեխան, որ պետք է ծնվեր, ասում եմ, մեռավ, եւ ինքը մեջքի վրա անկավ, վիզը կոտրվեց, ինքն էլ մահացավ։ Իրանց հետ միասին դատապարտվեց։ Այդպես էր։ Եվ սա է, որ այո, գուցե չլսեն էլ, ես իմ հնարավորությունը օգտագործեմ էլ այդ հարցում չլսի էլ որևէ մեկը, որի վրա ես իշխանություն ունեմ, իրավունքով կարող եմ քայլեր կատարել, բայց միևնույն է, ես իմս պիտի անեմ, ճիշտ պիտի վերաբերվեմ։ Աստծո առաջին արդար եւ իրավացի ոնց որ ասած քայլ վերաբերմունք պետք է ցույց տա մեղանչողի նկատմամբ։ Այսօր որ ես խոսում, դրա այդպիսի մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքի հարցն է։ Ոնց անենք, որ ոնց ասած ուրիշի մեղքից մեղք չծագի մեր կյանքում։ Ես չմեղանչեմ, այլ արդար գտնվեմ եւ անմեղադրելի գտնվեմ Տիրոջ առաջին։ Ամենայն դեպս էսա, որ բաներ կա, որ մարդը իշխանություն ունի, կարող է այդ իշխանությունը իրավունքով գործադրել եւ դեմ կանգնել, ոնց որ ասած չարության դեմը առնել, եթե անգամ չառնվի, գոնա ինքը անպարտ կգտնվի Աստծո առաջին։ Բայց սա է, որ այս բաներում էլ ուշադիր պիտի լինենք։ Եվ նաև մի համար եմ ուզում կարդամ, Հովանու երկրորդ նամակ 7-11 խոսքերը։ Որովհետև շատ մոլորեցուցիչներ դույս եկան աշխարհ, որ չեն դավանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած։ Նա է մոլորեցուցիչը եւ նեռը։ Զգուշ կացեք ձեր անձերին, որ չկորցնեք այն, որ վաստակեցիք, այլ որ բոլոր վարձքը առնեք։ Ամեն ով որ հանցանք է գործում,
եւ չի կենում Քրիստոսի վարդապետության մեջ, Աստված չունի։ Ով որ կենում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա ունի որդուն էլ, հորն էլ։ Եթե մեկը ձեզ մոտ գա եւ այս վարդապետությունը չբերե, մի ընդունեք նրան ձեր տունը եւ բարև մի տաք նրան, որովհետեւ ով որ բարև ասել նրան, մասնակից կլինի նրա չար գործերին։ Այստեղ էլ մարդիկ, որոնք Տիրոջ առաջին մեծ մեղք են գործում, սուտ վարդապետություններ բերողներ են։ Այստեղ խոսեց վերևում մարդիկ, որոնք Քրիստոսի նկատմամբ ճշմարտությունները աղավաղել են, մերժել են, չեն ընդունում բաներ, որ իրականություն է Քրիստոսի մասին, եւ այդպես են սովորեցնում։ Եվ ասում է ինչ է, այսպիսի մարդկանց, եթե մեկը գա ձեզ մոտ, այսպիսին մի ընդունեք նրան ձեր տունը եւ բարև մի էլ տաք նրան։ Սա եւ շարունակության մեջ ասում է, այդ անելիս, եթե դա անես, դու մասնակից կլինես ինչ նրա չար գործերին։ Ահա մի մասնակցության եւս մի կերպ, եւս մի ձև, որ մարդը կարա ինքը ոնց որ ասած թեկուս այդ բանի հեղինակը չի, բայց քանի որ ընդունեց այդպիսինին, հոժարվեց կարելի ասել, բարև տալը ստեղ զուտ մենակ բանը չի, այլ ոնց որ ասած առիթ ստեղծելը դա ցույց է տալիս նրա այդ մարդուն չմերժած լինելը, երբ որ մարդը այդպիսի մեկին չի մերժում, այլ հաղորդակցվում ու հարաբերվում է այդպիսի հետ, ասում է նա մասնակից կլինի նրա չար գործերին։ Եթե այդ մարդը սուտ վարդապետ է ու շմոլորություններ է տարածում եւ ոնց որ ասած արյուն կա նրա վրա, այդ արյունը քո վրա է գալու, որպես այդպիսի մեկին աջակցող, ընդունող, չմերժող, քեզանից չհեռացնող, այլ հաղորդակցվող, հարաբերվող, այդպիսի իրավիճակ, ասենք եկեղեցու մեջ եղել է, մենք էլ ժամանակի մեջ հենց այս համարով տարբեր ուստեղերով խոսել ենք, որ հեռու մնացեք այդպիսիներին։ Մարդիկ, որոնք ասենք ասած այնոտված են իրանց ձեռքերը եւ երբ որ դու բարև տաս, այդ ձեռն ես բարև տալու, կոպիտ ասած այս սիմվոլիկ ձևով ասած, այդ արյունը քո ձեռքերին է քսվելու։ Եվ տեսել ենք, որ իրականության մեջ ինչ է կատարում, ազդեցություն կա այդպիսիների վրա, ոգու ազդեցություն, ոգու ներգործություն կա։ Եվ մարդիկ այդպիսիներին չմերժելով, չեն մերժում նաև նրանց վրա, նրանց առաջնորդող այդ չարության մեջ տանող ոգուն, եւ այդ ոգին գալիս է իրանց վրա։ Դա բացահայտ երևում է մարդու հոգևոր կյանքի մեջ էական երևացող փոփոխություններ են կատարում։ Մարդը սկսում է ամբարտավան դառնալ, մարդը սկսում է հանդուգն դառնալ, ապստամբության հոգով խոսալ, վարվել, սկսում է ճշմարտությունների, ասենց ասած, նկատմամբ կասկածանքով վարվել։ Այսինքն տեսնում ես, այն ինչ որ այդ նրանց վրա էր, որոնց այն հոգին, որ ոգին կարելի ասել չարից, որի առաջնորդությամբ այս մարդը իր չարությունն է անում, նրան ընդունողի վրա էլ է գալիս։ Եվ ընդհանրապես մենք գիտենք հոգևոր կյանքի մեջ հոգևոր դաշտումը տենց է։ Տերը խեր ասում, ասենք իր ծառային ընդունողը իրեն է ընդունում։ Այո, իր ծառան առաջնորդում է Աստծո հոգով։ Ծառային ընդունում ես այդ Աստծո հոգին է նրան առաջնորդում։ Դու ընդունում ես նրան առաջնորդող հոգուն։ Իսկ եթե չարն է, չարի ծառա է, նրան առաջնորդող հոգուն ես ընդունում։ Եվ այստեղ շատ վտանգավոր է, սրա մասին շատ ենք խոսացել, շատ վտանգավոր վիճակ է, երբ որ մարդը տեղ է տալիս այսպիսիներին։ Հաղորդ է դառնում, մասնակից է դառնում նրա մեղքին։ Նրա մեղքով դու էլ մեղավոր ես դառնում եւ չարիք է գալիս։ Եվ հետաքրքիր է մի համար էլ կուզեմ կարդամ այս ուղղությամբ Մատթեոս 23-րդ գլխից կուզեմ կարդամ 29-ից 36 համարները։
Տերը խոսում էր եւ հանդիմանում էր փարիսեցիներին, քահանաներին, օրեսդիրներին եւ այսպիսի բան ասեց. Վայ ձեզ, ասես դպիրներ, փարիսեցիներ, կեղծավորներ, որ մարգարեների տապանները շինում եք եւ արթաների գերեզմանները զարդարում։ Եվ ասում եք, եթե մենք լինենք մեր հայրերի օրերումը, մասնակից չենք լինի նրանց հետ մարգարեների արյունին։ Ուրեմն դուք ձեր մասին վկայում եք, թե որդիկն եք մարգարեներին սպանողներին։ Եվ դուք ձեր հայրերի չափը լցրեք, օձերի, իժերի զավակներ։ Դուք ինչպես եք փախչելու գեհենի դատաստանից։ Դրա համար այ ձեզ մոտ մարգարեներ եւ իմաստուններ եւ դպիրներ կուղարկեմ։ Եվ նրանցից կսպանեք եւ կխաչեք եւ նրանցից ձեր ժողովարաններում կտանջեք եւ քաղաքից քաղաք կհալածեք, որովհետեւ ձեր վրա գա ամեն արդարի արյունը, որ երկրի վրա թափվել է, արդար Աբելի արյունից մինչեւ Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մեջտեղը։ Ճշմարիտ ասում եմ, այս բոլորը կգա այս ազգի վրա։ Ինչ ներկայացվեց, մարդկանց մասին է խոսում, նրանք այս ում որ Տերը հանդիմանում էր դպիրների, փարիսեցիներին, որոնց իրանք անվանում են, այդ մարդկանց անվանում են իրենց հայրեր, որովհետև ասում են, եթե մենք մեր հայրերի օրերումը լինեինք, անվանում են իրենց հայրեր, բայց նշում էին նաև նրանց սխալը, մեղքը։ Ասում են, մենք մասնակից չենք լինի նրանց հետ մարգարեների արյունին, այսինքն սրանք մարգարեներ սպանող մարդիկ էին, որ ժամանակի մեջ Աստծո մարգարեներին հալածել են եւ սպանել են։ Եվ ասում են, եթե մենք նրանց օրերումը լինենք, այդ նրանցն էլ անվանում են հայրեր, մեր հայրերի։ Մենք նրանց արյունին մասնակից չենք լինի, ուզում ասեմ, մենք իրանց հետ չենք միաբանվի։ Մենք այդ գործը չենք անի իրանց հետ։ Կարելի ասել սենց էլի, մենք ընդունում ենք նրանց, որ մեր հայրերն են, բայց իրանց այս գործը չենք ընդունում, չենք բանանում, ասում, որ ճիշտ է, մենք էլ, եթե անգամ այդ ժամանակ ապրենք, հաստատ իրանց այդ սխալին չենք միաբանվի։ Կարծես թե ինչ որտեղ բաներ են անում, էլի, սենց դատապարտում էին ինչ որտեղ նրանց արածը, բայց շարունակում են նրանց անվանել իրենց հայրեր։ Դրա համար է Տերը խոսում, եթե ձեր հայրերն են, ուրեմն դուք էլ նրանց զավակներն եք։ Ու որ սենց է խոսում, ոչ թե անպատվելու համար է Տերը ասում այս բառերը, այլ իրականությունն է ցույց տալիս, օձեր, իժերի զավակներ։ Այսինքն, եթե ձեր հայրերը օձ ու իժ են, դուք էլ նրանց զավակներն են։ Օձի զավակը օձ է, իժի զավակը իժ է, նույնը դուք եք։ Այսինքն, եթե նրանք օձը կծող է, թույնավոր է, իժը կծող է, դուք էլ իրանցից ծնված պետք է նույնն ալնեք։ Ոնց կլինի ուրիշ բան ալնեք։ Ոնց կլինի նրանք մարգարեներ սպանող լինեն, դուք չսպանեք։ Դες բան հնարավոր չի, եթե ձեր հայրերն են։ Եվ դրա համար ինչ ասում։ Ոնց կարաք դուք գեհենի դատաստանից փախչեք։ Ապացուցել եմ, ոնց որ ասած Տերը ասի, փաստով, գործով ցույց են տալու, որ դուք նույն մարդասպաններն եք, Աստծո ծառաներ սպանողներն եք, ինչպես որ ձեր հայրերը խի, որտեղ թեկուզ իրանց արածը դատապարտում եք, բայց դուք նրանց չեք բանանում, մերժում։ Այդ մեղ գործողները, այդ չարություն անողներին, Աստծո մարգարեների սպանողներին չեք մերժում, անվանում եք ձեզի հայր։ Ոնց որ շատ է եղել մարդիկ են եղել, որոնց հետ խոսել ես, ասենք, օրինակ ցույց ես տալիս այն մարդկանց, որոնց ինքը լսում է, որոնց ասենք իր վրա հոգևոր ղեկավարություն ունեն, ցույց ես տալիս դրանց մեղքը սխալը, ինքն էլ է տենում, ասում է, հա, ճիշտ է, ասես բան կա, անես բան կա, ես դրա հետ միաբան չեմ, ես այդ բանը դատապարտում եմ, բայց մեր առաջնորդն են, բայց մեր եղբայրներն են։ Ինչ է Տերը ասում։ Եթե անգամ դատապարտում ես էլ, բայց դու շարունակում ես նրանց, քեզ ղեկավար, առաջնորդ, հայր ով է, որ ստեղ ասում են հայր։ Հայրը նա է, որին եթե դու ասում ես հայր, քեզ որդու տեղ ես, չէ՞ դնում։ Այսինքն լսես նրան, ընդունես նրա հեղինակությունը, նրա խոսքը հեղինակավոր է որպես հորխոս, ոչ թե մերժած։ Եթե տենց է, պիտի անպայման այն չարությունները, որ նրանց վրա կա, այդ չարությունները ոնց որ ձեր միջոցով էլ կարտահայտվի անպայման, որտեղ նրանք ձեր հայրերն են։ Եվ ասում է, փաստով կապացուցվի, ձեր մոտ կուղարկեմ
եւ շատերին ինքներդ կսպանեք, կխաչեք, ու ձեր ժողովարներում կտանջեք, քաղաքից քաղաք կհալածեք, որ դատապարտությունը հենց գործով ապացուցի, որ այդ գործի տերն եք, այսինքն երբ որ այդպիսիներին մարդը չի մերժում, ինքն էլ դառնում է այդպիսի մեկը։ Ասում է, չէ, քաղաքից քաղաք էր կանցնեք, անցնում եք, Մատթեոս 23-ում։ Ծովից ծով, որ մեկին նորահավատ սարքեք, բայց ձեզանից երկու պատիկ ավելի գեհենի որդիներ եք սարքում։ Էլ ուրիշ ձև չերել կարա լինի։ Եթե իրանք գեհենի որդիներ են, չեն կարա իրանք այդ իրանց աշխատանքով որևէ մեկին Աստծո որդի դարձնեն։ Եթե իրանք մարգարեներ սպանողներ են, հենց այնպես միամիտ չեն սպանել։ Դա իրանց գաղափարի հասկացողության արդյունքն է, իրանց ընտրության արդյունքն է։ Իրանց ընտրությունն է բերել նրան, որ Աստծո մարդկանց իրանք թշնամի են տեսել եւ անգամ այն աշճան, որ որոշել են ու արել են, սպանել են։ Եթե նա հայրը քեզ իր գաղափարով առաջնորդում դու չես մերժում նրան, բնականաբար նա պիտի անպայման կդառնաս նրանց նման, այդպես ասում Սուրբ Գիրքը։ Եթե նրա եղինակությունն ու խոսքը ընդունվում է քո կողմից։ Եվ դա տեղեր կա, իրավիճակներ կա, որ այո, հարցեր կան, որ մարդը գուցե այդպիսի մարդկանց հետ եղել է, շփվել է, առնչվել է, լսել են, բայց ժամանակ մեջ բացահայտվել է դրանց սուտ մարգարե լինելը, սուտ վարդապետ լինելը, չարի գործ անող ծառայ պետք է կատարելապես մարդը մերժի։ Ոնց որ ասած, ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Դի կապ ես ինքը իմ համար ոչ մի բան, հոգևոր տեսակետից։ Որպեսզի չդառնա դրա նման եւ դրա, ոնց որ ասած, կատարած մեղքին մասնակից չլինի, այդպես է։ Եվ Աստված օրհնի մեզ։ Տերը օրհնի մեզ, իրոք մենք իրավացի, արդարացի վերաբերմունքներ կան, բարի ու ճիշտ Աստծուց, որ մենք մեղավոր, մեղ գործած մարդու նկատմամբ պիտի այդպես վարվենք, ցուցաբերենք, որ մեղադիր չգտնվենք Աստծո առաջին, որ լինենք իրոք արդարներ նաև այդ հարցում։ Ինչպես ենք վերաբերվում մեղ գործողին, մեղքին։ Տերը օրհնի մեզ։ Երբ որ Պողոս առաքյալը իր մեղքերը խոսում էր, մեղքերի մեջ էս էր հաճախ թվարկում, ասում է, երբ որ Ստեփանոսին սպանում էին, ես չէի սպանում, բայց ես սպանողների հագուստներն էի պահում, այսինքն նրանց հետ ինչ էի կամակից է, այսինքն ես էլ այդ մեղքի տերն եմ։ Ինքը խոստովանում է իր մեղքը, որ այո, ես հենց մեղավոր եմ սրանով։ Հիմա բաներ կա, գուցե մենք նորից եմ ասում, սխալ ենք մոտեցել ուրիշին, որ մեղ կա գործել, եւ խոստովանության ժամանակ ես պետք է, այո, խոստովանեմ իմ հենց մեղքը։ Տեր Աստված, օրինակ, ես պատճառ տվեցի, ես կամակից եղա, ես կատարելապես չմերժեցի, ես, ասենք, չհանդիմանեցի եւ այլն։ Գործողը ինքն էր, բայց ես էլ դրա հետ կապված այս սխալը թույլ տվեց, այս անիրավության մեջ ընկա։ Աստված օրհնի մեզ, որ մենք իմաստուն ունենք իրավունքի արդարության մեջ եւ ուղիղ Տիրոջ առաջին մնանք։